Աշխատող ծրագրերը մենք շարունակելու ենք, ավելի ենք լավարկելու եւ այլն։ Մի քանի օր առաջ եւ բազմիցս Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ դիմադիր ուժերը եւ հատուկ ձևակերպում ունի հատկապես 3 քաղաքական ուժերին խաղաղությանը ուզում են սպանել։ Եվ մի դիտարկում էր արել, որ խաղաղության վերաբանակցումը դա խաղաղությունը սպանելու միջոց է նաև։ Այդ դուք որ ասում եք 0 կետից չենք սկսելու, այս հարցում ինչպես եք պատկերացնում, ինչ պետք է լինի։ Որ հարց։ Խաղաղության բանակցությունները։ Ասում է վերաբանակցումը խաղաղության սպանություն է։ Էլի չեմ հասկացել, անկեղծ ասեմ չեմ հասկացել, հասկանում եմ թե ինչ եք ուզում ինձանից հարցնել, բայց ձեր ձևակերպումը Փորձեմ վերաձևակերպել։ Լավ, արեք նայեք։ Այսօր խաղաղության պայմանագիր չկա։ Կա նախաստորագրված մի փաստաթուղթ։ Եթե դուք հետևել եք մեր հայտարարություններին, մենք ասել ենք հետևյալը, մենք չենք ասել, որ գալու ենք այդ փաստաթուղթը նախաստորագրված փաստաթուղթը չենք ճղելու, չենք սկսելու զիբիլանոց։ Ուրեմն զորայական կետից չենք սկսել։ Մենք ասել ենք, որ սխալ արել, որ գնացել ստորագրելը այս վիճակում, բայց այնուամենայնիվ, քանի որ սա կա, մենք պետք է համալրենք առնվազն 1-2 հավելվածով երաշիկային համակարգը ձևավորելու մասին հավելվածներ։ Սա նշանակում է մենք ավելացնում ենք, ուժեղացնում ենք, բերում ենք երաշիկային համակարգ, որ խաղաղությունը լինի հարատևելի եւ կայուն եւ երաշխավորված եւ սրա հետ միասին չենք սկսում զրոյական կետից։ Ներեցեք, երաշխիքը Ռուսաստանից է գալու։ Մենք ասում ենք հետեւյալը. չի կարող լինել խաղաղության պայմանագիր առանց երաշխիքային համակարգ։ Ինչ ենք մտածում այդ ուղղությամբ։ Առաջինը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարություն եւ հստակ ձևակերպված ինչ հետևանքներ է լինելու խախտողի համար։ Վատ բան է։ Ինչի պետք է Հայաստանի Հանրապետությունը այս հարցադրումը չհետապնդի այս նպատակը։ Ես չեմ հասկանում։ Երկրորդ, երաշխավորող պետություններ։ Ես համարում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ լինեն եւ Միացյալ Նահանգները, եւ լինեն Ռուսաստանը։ Հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցություն այս տարածաշրջանի վրա։ Եվ դա կբալանսավորի, այսպես ասենք, շահերը։ Շատ լավ կլինի, որ Եվրոմիությունը ինչ որ մի պետությունում մասնակցի, իսկ իդեալականը կլինի Ռուսաստան, Չինաստան եւ Միացյալ Նահանգներ։ Ինչ վատ բան եմ ես ասում։ Իրատեսական եք համարում եմ։ Այո, համարում եմ իրատեսական։ Եվ չկա այդ համակարգը մեկ պատճառով։ Ալիևին դա պետք չի, որովհետեւ ինքը ուժեղ կողմն է այս պարագայում, Հայաստանը այդ հարցը չի էլ բարձրացրել։ Արդեն ուրախ էր, որ գնաց Վաշինգտոն, նկարվեց նախագահ Տրամպի հետ եւ այդ մեկ ֆոտոնկարի դիմաց ինքը ուղղակի վաճառեց Հայաստանի շահերը։ Ռուբիոն է գալիս Հայաստան վաղը, գուցե ինչ որ նոր Կլսենք, չեմ բացվում դեռ, բայց ես կարծում եմ այս այցը կապված է ուղղակի մեկ նպատակի հետ։ Եվս հավացնել մեկ անգամ Ռուսաստանը։ Իսկ արդյոք դա ընտրությունների միջամտության փորձ չէ, նախընտրական այս թեժ։ Իհարկե փորձ է։ Մենք այս վերջի 2 ամիսը միայն ականատեսներ ենք ուղղակի նման կարգի փորձերի, բայց չենք զարմանում։ Հիմա փոխնախագահը գնացել է Հունգարիա եւ վերջի հանրահավաքին Վիկտոր Օրբանի հանդես եկավ եւ կոչ արեց քվերկել Օրբանի համար։ Ամեն ինչ խախտվել է, այսպես ասենք, այնինչ օրինակ մի 15-20 տարի առաջ համարվում էր վատ բան, հիմա չգիտեմ ինչու համարվում են մեկ այլ բնութագրով։ Նաև ինչ որ փաստաթղթեր են նախատեսվում ստորագրել պետքարտուղարի հետ։ Անախորդ տարվա օգոստոսից ԱՄՆ-ի հետ անընդհատ փաստաթղթեր են ստորագրվում, որոնց արդյունքը մենք դեռ չենք տեսել։ Արդյոք կենսունակ եք համարում այս հարաբերությունը։ Ես չգիտեմ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։ Իմ տպավորությունը սա նախընտրական այս քարոզարշավի մի մասն է։ Պետքարտուղարի այցը Հայաստան։ Իմ տպավորությամբ սա է։ Ենթադրում եմ, որ սենց վիզ դրած ուզում են անել ամեն ինչ, որ հանկարծ
Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունները չկորցնի։ Կարծում եմ սա է։ Եվ ես չեմ տեսնում, որ Միացյալ Նահանգները էական շահեր ունեն Հայաստանում։ Շահը մեկն է՝ Իրանի սահմանը վերահսկողության տակ վերցնել, դա հասկանալի է, եւ երկրորդը ցավացնել Ռուսաստանին։ Հնարավորինս անել ամեն ինչ, որ Ռուսաստանին այս տարածաշրջանում փոխարինի Թուրքիան։ Բխում է դա մեր շահերից, իհարկե ոչ։